Այս տեսակ ելույթների վերջնակետը կամ իսկության մոմենտ իստինի, ինչպես ասում են, ճշմարտության մոմենտը չէ, իսկության մոմենտն է հայերեն պահը, լինելու է բանավեճը բանով, ինչ է անունը, հանրային հեռուստատեսության, բայց այդտեղ ուրիշ պրոբլեմ կա, ինքը վարչապետի թեկնածու չէ եւ Նարեկ Կարապետյանը պետք է գնա այդ բանավեճին, այսինքն մենք երևի այլևս չտեսնենք այս նախընտրական շրջանում, եթե իր խափանման միջոցը չեն փոխում եւ ասուլիս չի տալիս մարդը, եթե փոխեն տնային կալանքը վերացնեն եւ ասուլիս անի, լրիվ ուրիշ կինո կլինի, կնստենք կնայենք մարդը ուղիղ հերարցակումով, եթե խափանման միջոցը փոխեն, այս դատարանները դավադրություն անեն, դիտավորյալ, ասեն հայտարարել եք, որ վարչապետը ինքն է, հա, օքեյ, փոխում են խափանման միջոցը վերցնում են խափանման միջոցը, վերացնում են, ասենք ստորագրություն չհեռանալու մասին կամ գրավը մեծացնում են։ Դրանից հետո լիքը հարցեր են լինելու։ Նարեկ Կարապետյանին լրագրողները հարցնելու են, ասեն, բա Սամվել Կարապետյանը վարչապետի թեկնածուն ինչի ասուլիս չի տալիս։ Կամ տնային կալանքը իր մեջ չունի ասուլիս տալու արգելանք, ինչքան ես գիտեմ, դա պետք է ճշտենք, էլի։ Հա, բանը տնային կալանքի պայմաններում ասուլիս տվեք, պարոն Կարապետյան, ինչ կլինի։ Ես որպես քաղաքացի ուզում եմ հասկանալ բոլոր քաղաքական ուժերի առաջնորդների քաղաքական ծրագրերը, մտքի խորությունը եւ այն ինչ խոսեց պարոն Սամվել Կարապետյանը, հիմա կարծարձեմ, հիմա կքննարկենք, բոլորդ նայել եք, չեմ կարդա այդ ամբողջ տեքստը, էլի, բայց բանը ասուլիս ուրիշ բան է։ Ասուլիսը ճեպազրույցն է, հարց ու պատասխանն է, դժվար հարցեր տալն է, դժվար հարցերին պատասխան գտնելն է, լիքը բաներ կան ստեղ, էլի, ինչու ասուլիս չտալ եւ նստել տեսագրությունով, լավ ախպեր, ենթադրենք իսկապես դառնում է այդպիսի մարդը Հայաստանի Հանրապետության վարչապետ, հա, կամ նախարար, վարչապետ։ Այդ մարդը եկուս մյուս օր ստեղ ընդեղ նստել ելնել խոսալ բան, այդ ինչ է փակվելու է անմիջապես այդ ասուլիսների դաշտը, վերադառնալու ենք Սերժիկների եւ Ռոբիկների ժամանակներին, երբ բեմադրված ասուլիսներ էին լինում, պատրաստված հարցեր, մշակված պատասխաններ, ընտրված լրագրողի կործանող մարդիկ, որոնք այս հարցերը պիտի տային, ուրիշ հարց տալու դեպքում կհանային պատի տակ կշարեին այդ մարդկանց եւ այլն, հա, այս տխուր բաների մեջ ենք հայտնվելու։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։